Խորհուրդներից մեկն է շուտ-շուտ ուտել, բայց քիչ-քիչ։ Առօրյայում անգամ ոչ վիրահատված մարդիկ չեն կարող ոչ արագ ուտել, այսինքն օրվա մեջ մի 4 անգամ հաստատ չեն հասնի, եթե աշխատող են։ Այդ դեպքում էլի ճարպակալում կլինի մարդու մոտ։ Այստեղ չեմ կարող համաձայնվել ձեր հետ, որովհետև տեսեք, եթե մենք ուզում ենք գրանցել հաջողություն, եթե մենք ունենք խնդիր, որի լուծման համար եկել ենք դիմել ենք մասնագետին, եւ մասնագետն իր կողմից իրականացրել է գործողություն, որը որ այսօրվա դրությամբ համարվում է առավելագույն արդյունավետ տարբերակը խնդրի լուծման համար, ապա ցանկացած բուժառու պետք է ունենա նաեւ պատասխանատվություն, որպեսզի իր կողմից հետևի բոլոր այն ցուցումներին, որոնք մասնագետը տվել է։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ հնարավոր չէ, որ բժիշկը քայլի բուժառուի փոխարեն, պայմանական։ Բժիշկը ուտի բուժառուի փոխարեն, այո։ Եվ այո, ես կարծում եմ, որ շատ հնարավոր է եւ դա բացարձակ խնդրեմ չի ներկայացնում, օրվա մեջ 15 րոպե հատկացնել 2, 3, 4 անգամ կամ 5 անգամ, 15 րոպե, 10 րոպե, 2 գթալ ինչ որ մի բան ուտելու համար։ Մնացածը ուղղակի ես չգիտեմ, դա հավանաբար պատասխանատվությունից խուսափելու, սեփական գործողությունները չանելու պատճառաբանություններ են։ Վիրահատությունը ինչ խնդիրներ կարող է առաջացնել մարդու համար, ռիսկերը որոնք են։ Այո, շնորհակալ եմ հարցի համար եւ ես ցանկացած առիթով փորձում եմ այս բարձրաձայնել եւ փորձում եմ ել ավելի այս մասով ինֆորմացիա հասցնել մեր բուժառուներին եւ գոլեգաներին, որ եթե չկան ցուցումներ, գործողություն չի կարելի անել։ Ցավոք սրտի տեսել ենք նման բաներ, իրավիճակներ։ Ցանկացած իմ այսպեսի լավ խոսք կա, որը ես միշտ շատ եմ սիրել եւ կսիրեմ մինչեւ իմ կյանքի վերջին օրը, երբ ես դեռ աշխատում եմ որպես ակտիվ վիրաբույժ, ամենալավ վիրահատությունը այն վիրահատությունն է, որից հնարավոր է խուսափել։ Եվ եթե կան տարբերակներ չվիրահատվելու, պետք է սա ճիշտ հասկանալ, իհարկե պետք է չվիրահատվել։ Երկրորդը, եթե չկան ցուցումներ վիրահատվելու, առհասարակ չպետք է մտածել վիրահատության մասին։ Պետք է բացատրել մարդուն, որ գիտեք ինչ, ձեր մոտ չկան ցուցումներ։ Այո, վիրահատությունը տեխնիկապես գործողություն է, որը կարելի է իրականացնել այդ մարդու մոտ, բայց չունենալով ցուցումներ, մենք չենք ստանալու առավելություններ։